Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Իրանը ռմբակոծվում է, տարածաշրջանը կրակների մեջ է։ Ինչ է սպասվում Հայաստանին։ Միթե Հայաստանը հերթի մեջ է։ Ինչ է պլանավորում Ալիևն ու Էրդողանը։ Ադրբեջանը միթե կարող է օգտվել այս ստեղծված իրավիճակից եւ իր հետաքրքրությունները առաջ բերել։ Ինչ է կախված Սյունիքի գլխին։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ ՈՄԱ հիմնադիր ռազմական փորձագետ Վովա Վարդանովի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Եթե այս 2.5-ը ավելի արդյունավետ օգտագործվեն, Իսրայելը կպրծանի։ Իսրայելը կհայտնվի քարե դարում։ Այսինքն դա հնարավոր է, որ Իրանը ոչնչացնի։ Իրանը այդ ճանապարհով է այդում, որովհետև համաչափ կորուստ Նման գնահատական եք տալիս, պարոն Վարդանով։ Այո, Իրանը այդ ճանապարհով է գնում։ Ինչ է ստացվում, Իսրայել-Թուրքիա հակամարտություն է հնարավոր զարգանա։ Հնարավոր է, չէ, հաստատ կա այդ որովհետև տարածաշրջանը ուզում են կիսեն։ Հաստատ կա այդ օկուպացված հայկական հողերից անսպասելի հարված։ Ինչպիսի վտանգ է կախված Հայաստանի վրա։ Մորս արև երթում տված ասինք Ալիևը, որը Պուտինին մերքրվեց, թուրքերի օկուպացված հայկական հողերից հարձակումն է։ Եթե Իրանում պատերազմը տեղափոխվի Իրանի հյուսիս, այսինքն Հայաստանի հարավ, թուրքերը հիմա որ հարձակվեն, այո։ Բա որ հանգարց սահմանապահները թուրքերի ընդունեն հսկայական քանակ, հետո զորքերով պատնեն շանեն եւ ուղղորդեն երկու կողմից Կովսականից եւ Նախիջևանից փախստականներին դեպի Զանգեզուր, դեպի Սյունիք։ Կարա լինի։ Շատ վտանգավոր պլանի մասին եք խոսում։ Կարա լինի։ Հնարավոր է միջանցք վերցնել։ Այո, բա դե ոնց անում, պոզով փոչով, հա։ Իսրայելը այդ ռազմաբազաները, որ տեղադրել է Արցախում, այ անասուններ արա, բա դուք ասում եք մենք հաղթելու ենք, այս երեխեքի սպանությունը, բան, հնարավոր է եւս ուտենք այդ դրա հետևանքները, որ դասեր չենք քաղում։ Սյունիքը նկատի ունեք։ Տարբեր ձևի սցենարներ կարա լինի։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Ստեղծված իրավիճակի գնահատականը որն է, այնինչ կատարվում է այսօր մեր հարևան երկրում Իրանում։ Իրանը կրակների մեջ է։ Դե հասկանալի է, որ ինքը կրակի մեջ է, որտեղ ռմբակոծվում է։ Մենք պետք է ստապ գնահատենք ինչ խնդիրներ ա դրվում այս երկու կողմի առջև։ Ամերիկան, ոչ թե Ամերիկան եւ Իսրայելը վերջապես ասոցացվում է Ամերիկայի հետ այն աստիճան ռազմական եւ ռազմաքաղաքական առումով, որ հաճախ նույն գործողություններն են անում, կամ եթե մեկը ինչ որ գործողություն անում, այն մյուսի շահերը պարտադիր հաշվի առնում։ Փաստորեն Իսրայելը ոնց որ 51-րդ նահանգը լինի, էլի, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ասվում է նաեւ, որ հենց Իսրայելի դրդմամբ է Թրամփը, դա խաղերը, Թրամփի հակառակողմը նման կարծիք է ձևավորվել։ Խոսույթները, որոնք որ ասենք ներքին քաղաքական հարց լուծելու, то есть այ ոնց որ Բայդենի ոչ adekvat կառավարվող լինելու խոսույթներ օգտագործում հանրապետական կուսակցությունը ցայներ հավաքելուց նույն ձևով ասենք ոչ adekvat արդեն Նետանյահուի կողմից ասենք կառավարվող սիոնիզմի կողմից կառավարվող նախագահային ներկայացնում էլի որպեսզի իրանց ձայները շատացնեն բանա դեմոկրատական բանա ուժերը կուսակցությունը։ Հենց դեմոկրատները չեմ հավատում, որոշ ժամանակ կարողացել են ճնշել Թրամփին, որպեսզի պատերազմի չգնա, այնինչ Նեթանյահուի գեր իշխանությունը ավելի ուժեղ է եղել եւ մտել է Իսրայելի խաղի մեջ, Ամերիկան Թրամփի գլխավորությամբ, այսպես է։ Չէ, կարծում եմ ամերիկյան շահը առաջ տարվում, Իսրայելի համար, ասենք, ավելի հարմար իրավիճակ ստեղծվելով, բայց հիմնականում Ամերիկայի շահն առաջ տարվում։ Իսկ Ամերիկայի շահը շատ վաղուց մերձավոր արևելքում, մոտավորապես 100 տարի առաջ, երբ որ աշխարհի ոնց որ ասած մոնոպոլիստը դադարեց լինել սովետական միությունը նավթի առումով, Բաքվի նավթը առաջի համաշխարհայինից առաջ եւ այդ ընթացքում 80-ից 90%-ն էր աշխարհի նավթի։
Անմիջապես առաջի համաշխարհայինից հետո, երբ որ նավթը հայտնաբերվեց Մերձավոր Արևելքում, ոչ թե հայտնաբերվեց, վաղուց էր քիչ թե շատ հայտնաբերված, բայց պաշարների քանակներից սկսեցին տեղյակ լինել, ասենք, մարդկությունը, քաղաքական գործիչները, Մերձավոր Արևելքը մեծ ուշադրություն սկսեց գրավել նույն Ամերիկայի, որովհետև Ամերիկան հենց այդ ժամանակ նավթից մեծ շահույթներ էր ստանում, պրոգրեսը բերել էր դրան, որ ածուխից սկսել էին հրաժարվել, անցնելով հեղուկ վառելիքի, նավթին ու նավթից ստացած, ասենք, նյութերին, գոնե ռազմական նավերի վրա, որը շատ ավելի իրենց երկարատև մարտի դաշտում գտնվել էր թույլ տալի ծովում, ասենք, նավահանգիստներից դուրս։ Եվ Մերձավոր Արևելքը դառավ Ամերիկայի, ոնց որ ասած, ուշադրության կենտրոնում տարածք։ Կա նաև մեկ այլ տեսակետ, պարոն Վարդանով, ասվում է, որ Իսրայելը ունի նպատակ մեծ Իսրայել ստեղծելու համար եւ տարածաշրջանը փորձում է վերաձևել, Իրանը վերցնել իր տիրապետության տակ, հատկապես կա խնդիր Պաղեստինի հետ կապված, որպեսզի այս ուժերին չեզոքացնի եւ ամբողջ տարածաշրջանի գլխավորը ինքը լինի ու նաև միևնույն ժամանակ օգտագործում է Ամերիկայի ուժերը կամ էլ հակառակ ձևով Ամերիկան իր խնդիրները լուծելուց իր գործիքը Իսրայելը ավելի հզորացնում է Թուրքիան որ Թուրանա կառուցում դա հասկանալի է չէ ինքը օգտվում է բայց իրականում դա հարավային եվրասիական պրոյեկտ է ի հակառակ Ռուսաստանի անգլիական Հիմա ամերիկյան պրոյեկտը ստեղ Մերձավոր Արևելքում 100 տարի է դա նավթին վերահսկելն է, նավթին տիրելն է։ Նավթի խնդիրն է։ Իհարկե, 100 տարի նավթը գլխավոր շարժիչները պատտող նյութն է։ Ամեն դեպքում ինչու չհաջողվեց կասեցնել պատերազմը։ Առավել ևս երբ Իրանը համագործակցության առաջարկներին այդքան էլ դեմ չէր եւ փորձում էր շատ մարդասիրական դրսևորումներ ցույց տալ։ Պիտի մի քիչ հետ գնանք, էլի, մի փոքր։ Հետո նոր կգանք թիրախներին, որի մասին, ասենք, ես խոսքս չվերջացրեցի։ Ուրեմն հիշում ենք, չէ, որ սրանից կես տարի առաջ Վենեսուելայի դեմ գործողությունները թեժացավ եւ նավատորմ եկավ Վենեսուելայի դեմ սկսեց կուտակվել, վերջում էլ, ասենք, փոխվեց Վենեսուելայի նախագահ Մադուրոին գողացան եւ այլն։ Ինչի համար էր դա պետք։ Կարող է դրա համար, որ նավթը վերահսկվի։ Երբ որ ասում էին իշխանափոխություն, բան, դեմոկրատիա, նույնիսկ այդ դեմոկրատ բանակինը իր Նոբելյան մրցանակը տվեց Տրամպին ու ինչ Մադուրոին գողացան ով է հիմա իշխում։ Կարող է նույն իր մերձավորներն են իշխում։ Իր տեղակալն է, ասենք, նախագահի պաշտոնակատարը, գեներալները, որոնք մեղադրվում էին նարկո, եսի ինչ բան, ընդե ամֆետամին, կոկաին, սաղ իրանց տեղերում են, իսկ ամերիկան գոհ է, ինչից կլինի։ Կարող է դրանից է, որ ինքը հասավ իր նպատակին, մնացած նպատակները սուտ էին, փոխվեն, լավ է, չփոխվեն, էլի լավ է, կարևորը Վենեսուելայի նավթը, այդ ծանր նավթը, ամերիկյան թեթև նավթի հետ խառնվելով բերի իրան լուրջ եկամուտներ։ Հիմա մի ուրիշ, ասենք, երկրի վրա հարձակումը տեղի ունեցել, որի նավթը շատ լավն է։ Ծանր նավթի հետ խառնելով, էլի ասենք, քանակները շատանում է, խոսքի մի լիտր ծանր նավթը խառնում ես մի լիտր թեթև նավթի հետ, դառնում է 2 լիտր միջին նավթ, լավ նավթ։ Նույնը, ասենք, 20% Ամերիկան է նավթ արտադրում աշխարհի, 20% Վենեսուելայիններ, մոտավորապես եմ ասում, ճշգրիտ մանրուքների հետևից թող մեր լսողներն ու նայողները, ասենք, բան չանեն, էլի չընկնեն։ 20-ը բանն է, Իրաքներ արտադրում, 10 քանիսը, լավ ասենք, 10 քանիսն էլ Իրանը կար արտադրի, հնարավոր է 20, այդ ինչ է ստացվում։ Իրաքի նավթը ինքը վերցրեց իր վերահսկողության տակ, սրանից մոտավորապես 20 տարի առաջ, 2 ամիս առաջ Վենեսուելայի նավթը վերցրեց իր վերահսկողության տակ եւ հիմա փորձում է իր վերահսկողության տակ վերցնի Իրանի նավթը։ Ինքը դառնում է հեգեմոն, այն ինչ որ սովետներ,
Առաջի համաշխարհայինից առաջ եւ հետո շատ ավելի կատարելագործված եւ ավելի աշխարհի կախյալ, ասենք, Իրանից կախյալ վիճակում ա գալ ուզում հայտնվի Ամերիկան, երբ որ ինքը վերահասկելու է աշխարհի մոտավորապես 80% նավթը։ Որպես ռազմական փորձագետ, ինչ գնահատական կտաք Իրանի վրա հարձակումը Իսրայելի եւ Ամերիկայի կողմից։ Քանի օր է բուրըն պատերազմական արյունալի հարձակումներ են։ Իրանը ասում էին, որ չի կարող դիմագրավել, չի կարող դիմանալ։ Այնինչ վիճակում է այսօր Իրանը եւ արդյոք Իսրայելն ու Ամերիկան հաջողության հասնում են։ Արգելի Արեգ, ուրեմն բանա պիտի հասկանանք ինչ խնդիրներ ա դրված ամերիկյան զորքերի, որի մի մասը Իսրայելի զորքերն են, իր արչև ինչ խնդիրներ ա դրել, ինչ խնդիրներ ռազմական։ Լավ, նավթը ուզում է նավթին տիրի։ Ասվում է նաև ուրանի հարստացման։ Նավթին ուզում է տիրի։ Այն մնացածը հաճելի բոնուսներ են։ Համենայն դեպս իմ կարծիքով այդպես։ Բայց ո՞նց է ինքը դա անում ռազմական մեթոդներով։ Ինքը ամերիկյան կոալիցիան կամ Ամերիկայի զինված ուժերը կոալիցիայի մեջ, ասենք, մի քանի արաբական երկրներ հնարավոր է հայտնվեն, մեկը արդեն հայտարարել է, մի քանի եվրոպական եւ այլն։ Ինքը խոցում է ինչ հնարավոր է, գնում է սերբական սցենարով, որի ավելի երկարաժամկետ ու ավելի ծախսատար լիբիական սցենարն է, ռմբակոծություն եւ սպեցնազ եւ զենքի մատակարարում տեղի ապստամբներին, եւ ավելի երկարաժամկետ սիրիական սցենարը։ Դա նշանակում է Հարասլավիայի պես ռմբակոծվում է, Լիբիայի նման ռմբակոծվում է եւ սպեցնազ եւ զենք ապստամբներին եւ որոշ տարածքներ վերահսկողության տակ վեկալել ապստամբների միջոցով եւ սեփական սպեցնազի միջոցով, ինչը եղել է Սիրիայում։ Ցանկացած այդ սցենար մեկը մյուսից է բխում։ Ու այդ մեկը մյուսից բխող սցենարները բերում են նրան, որ ավելի շատ փող է ծախսում, ավելի շատ ժամանակ է դրա վրա գնում։ Իրանը արդյոք Լիբիայի նման կտապալվի, ասենք, 2 ամսում։ Այն որ ինքը Սերբիայի նման չի հանձնվի, իշխանափոխություն չի անի, ցույց տվեցին հունիսի հարձակումները, 12 օրյա, ասենք, ռմբակոծությունները։ Նույն վիճակում էր Սերբիան, ռմբակոծեցին, դադարեցին ռմբակոծելը, 1-2 ամիս հետո իշխանափոխություն տեղի ունեցավ։ Սլաբադան Միլոշևիչի կուսակցությունը, ասենք, զիջեց իշխանությունը, եկան ուրիշները եւ Միլոշևիչն էլ մի հատ գագա ուղարկեցին, Հագայում միջազգային քրեական դատարան։ Լիբիայի սցենարով հիմա գնում են արդեն ավելի կատարելագործված Լիբիայի սցենարն է։ Այսօր եկուց կարող է հայտնվեն բաներ, տարբեր խմբավորումներ, քրդական, թուրքալեզու, ասենք, եւ սահմանը անցկացված մաքսանենք ձևով զենքեր իրենց բերեն հասցնեն սպեցնազները, անգլիական, ամերիկյան սպեցնազները, հատուկ նշանակության զորքերը, այդ զենքը պիտի ոչ միայն բերեն տան, այլ նաեւ մարզեն, պարապացնեն, հրամանատարություն պատրաստեն ապստամբներին, քրդական ապստամբներին, թուրքայերի ապստամբներին, այլ շուտ թուրքեր չեն իրան։ Վերազինեն, որպեսզի հարձակվեն Իրանի։ Զինեն իրանց, ոչ թե վերազինեն։ Զինեն, որպեսզի հարձակվեն, նախապատրաստեն ապստամբություններ եւ ապահովեն իրանց օդը փակելով։ Իրանի օդը որ փակեն, ապստամբները ավելի լավ կաշխատեն։ Ապստամբությունների համար Լիբիայի սցենարը դա նշանակում էր ոչ միայն, ասենք, սպեցնազ, այլ նաեւ ներսում հրահրում ապստամբություններ։ Էդ էլ է արվում։ Ռմբակոծում է։ Տրամպը անմիջապես հայտարարում է, որ զենքը վայր դրեք, ժողովուրդների ազատություն։ Խոսակցություն է գնում գլխավոր, ասենք, լրատվամիջոցներում, որ քրդերը հնարավոր է ապստամբվեն, թուրքալեզուները հնարավոր է ապստամբվեն, ոչ թե հնարավոր է, այլ պատրաստվում են հեսակ ապստամբվեն, խնդիրը իրանց զենքով մատակարարելն է, Ամերիկայի ղեկավարությունը պարտավոր է իրանց զենքով ապահովել եւ երկինքը փակել, որ ավիացիայով իրանց չնեղեն, то есть այդ նույն արդեն Լիբիայի սցենարն է։
Սերբիան չաշխատեց, Լիբիայի սցենարն ա գնում։ Լիբիայի սցենարը հնարավոր կլինի, եթե չլինի հաստատուն համակարգ պետության։ Լիբիայում հաստատուն համակարգ չէր։ Ինքը իրական մարդասեր չէ, բայց լիբիասեր մարդու իշխանություն էր։ Ուրեմն լիբիասեր, Լիբիան սիրող Կադդաֆին էր, որը իր երկիրը սիրում էր, զարգացնում էր, նորապսակներին $60,000 էր տալի, նոր բիզնես սկսողներին անվարձահատույց էլի տասնյակ հազարավոր դոլարներ, ցանկացած երկիր լիբիացին կարար գնար ամենաթանկ համասարանում սովորեր բան։ Ինքը իրոք սիրում էր իր ժողովուրդը, իր երկիրը, բայց իր անձի վրա էր կառուցված։ Այ Իրանում դա հնարավոր չի, որտեվ իր Խոմեյնիի անձի վրա չէր կառուցված։ Ինքը ինստիտուցիոնալ երկիր է։ Ինքը բուրգաձև երկիր է, որը բուրգը հնարավոր չի շուռ տալ։ Այսինքն չեն կարող տապալել Իրանը։ Այսինքն Լիբիայի սցենարը չի աշխատելու, աշխատելու է Սիրիայի սցենարը։ Դա նշանակում է Լիբիայի սաղ գործողությունները, ապստամբություն, հատուկ նշանակության զորքերը գան ապստամբներին պարապացնեն, զինեն եւ այլն, բայց նաեւ երկար ժամանակ, իսկ երկար ժամանակը նշանակում է շատ ավելի մեծ ծախսեր։ Ինչի համար է պետք լինելու երկար ժամանակ, որովհետեւ Կադդաֆի, Խոմեյնիի հոմանիշներ չեն, Կադդաֆին իր անձի վրա կառուցած պետական համակարգեր արել, իր անձի եւ իր ցեղակիցների, ինքը կոնկրետ Կադդաֆի ցեղից էր արաբական, որը որ Սիրտ քաղաքի տարածքում էր ապրում, ոչ թե ամբողջ բանը Լիբիան էր իր բանը։ Իսկ սիրիական սցենարը, քանի որ այնտեղ պետական համակարգ էր, բավականին լուրջ, սունիները, որ ասում է պայքարում էին սուտ, սունիները իրանք էին Ասադի, Բաշար Ասադի իր հոր ստեղծած Խաֆես Ասադի պետության գլխավոր բուրգի, ասենք, ատոմները։ Իրանք ավելի շատ են պայքարել այդ տարբեր Ջեբհեթ ան-Նուսրայի իգիլի դեմ, քան ասենք նույն շիաները կամ ալևիները։ Փաստորեն ինքը պետական բուրգ էր կառուցված պետության գաղափարի, ազգայնական գաղափարի վրա։ Բաասը դա ազգայնական կուսակցություն էր։ Հիմա գալիս ենք, ասենք, իրանական իրականությանը։ Այնտեղ իսլամական հանրապետություն է, որտեղ տարբեր ազգություններից հոգևորականները ոչ թե գերիշխում են, այլ հետևում են, որ պետության մարմինները սխալ ճանապարհով չգիտեն։ Պայմանական Կրեմլի դեր են խաղում։ Այ մեր մոտ շատ հաճախ լեկտիություն ու հիմարություն է տեղի ունենում պետական կառավարման, ասենք, մարմիններում, որովհետև առաջվա Կրեմլի աշկը չկա։ Պայմանական եմ ասում, ոչ թե ես ասում եմ Կրեմլի աշկը լավ է, բան։ Երկիրը եթե սիրող է լինում է, ասենք, Կադդաֆիի նման կիսադրախտ կառուցած իր երկրի համար, իր քաղաքացիների համար, որը դուր չեկավ որոշ մարդկանց, ուզեցին տիրեն այդ երկրին իրանց նավթի գազի պատճառով, քանդեցին, բայց երկիրը չսիրող մարդիկ, ազգը չսիրող մարդիկ, իրանք կառուցում են այն ինչ որ մեր մոտ է, հասկանում եք, իսկ Իրանում այդպես չի։ Իրանում տարբեր ազգություններից են ներգրավված այդ պետական մարմինների ձևավորման ու պետության նadzorի մեջ, էլի, պետուղական նadzorի մեջ, պետության չինովնիկների վրա։ Նայեք, այդ նույն Խամենեին, ինքը ոչ պրեզիդենտ էր, պրեզիդենտը աբսոլյուտ անկախ էր, կարևորը մուսուլմանական ուղու մեջ։ Մուսուլմանական ուղու մեջ ինքը պետք է թե ավելի ռեֆորմատոր լիներ այդ այսօրվա նախագահ Պեզեշկյանը, կամ ավելի պահպանողական լիներ, դա ընտրողներից էր կախված, ասենք, ավելի շատ ձայներ կհավաքեին պահպանողականները, թե ավելի շատ ձայներ կհավաքեին դեպի Եվրոպա, դեպի բարիքներ, դեպի սպառողականություն ձգտող, ասենք, Իրանի քաղաքացիները։ Բայց կարևորը շիաների, մուսուլմանական շիաների հոգևոր արժեքները հաշվի առնվեր։
Էդ էր, ասենք մոլլաների չէ, այատոլլաների ստեղծած պետության վերահսկողությունը։ Ուրիշ այնտեղ ոչ մի բանի մեջ չկա այդպես վերահսկողություն, սուտ է, դա սուտ է, իրան դեմոնացվում է, ասենք, հրեշացնում է հակառակորդ ռոպագանդան, բայց դա այդպես չի։ Այ ոնց որ Ամերիկայի պետական կառուցվածքն ու պահվելաձևն է հրեշավորում, ասենք, իրանական ռոպագանդան, դա էլ է սուտ։ Փոխադարձ։ Հակառակորդին, հա, բնականա պետք է փորձես, ասենք, մարդկային դեմքը իր ջնջես ցույց տաս, որ ընդ հրեշավոր կերպար է, որպեսզի արդարացնես քեզ։ Արդարացնես քո հարվածները, արդարացնես, ասենք, քո գործողությունները եւ հակառակորդի գործողությունը որպես սատանայի արարք ներկայացնես։ Երկու կողմեր դա անում են։ Ես ոչ մի կողմը չեմ բռնում, էլի։ Ամեն դեպքում, պարոն Վարդանов, Իսրայելն ու Ամերիկան բացահայտ ագրեսիա ու պատերազմով հարձակվեցին Իրանի Իսլամական Հանրապետության վրա, սուվերեն երկրի վրա։ Այո, դա ոչ մեկ չի հերկում։ Դա անգամ ամերիկացիք չեն հերկում։ Իրանք բաց ասում են, որ մենք ուզում ենք իշխանափոխություն անենք։ Ոնց որ Վենեսուելայում են Այդ գործառույթը ում է տրված։ Ոչ մեկի։ Դա հանցանք է, միջազգային հանցանք է, բայց քանի որ Միացյալ Ամերիկայի Նահանգները սառը պատերազմում հաղթեցին սովետական միությունը եւ արդյունքում երկրագունդը դառավ միաբևեռ, ինքը աշխարհի հեգեմոնն է, աշխարհի եթե տերը չի կառավարիչն է, դահիճն է, ոստիկանն է, ինչ ուզենա կարող է անել ուժի իրավունքով, գրեթե 200 մանկահասակ աղջիկների ուժի իրավունքով եւ հանդես գալ որպես խաղաղասեր ուժի իրավունքով, ել եմ ասում, ուժի իրավունքով։ Իսկ ուր մնաց բարոյականությունը, Ինչ բարոյականություն։ Մարդասիրություն, հումանիզմը ուր մնաց։ Ինչ բարոյականություն։ Մեր 1.5 միլիոն հայրենակիցներին երբ որ փրթում էին, չգիտեմ, խաչում էին, ինչ բարոյականություն։ Ինչի մասին եք խոսում։ Բայց գոնե այն ժամանակ ինչ որ ձևական դատապարտում էին։ Գոնե ձևական որոշ երկրներ ձևական տեքստեր էին ասում։ Իսկ Ես այսօր համոզված եմ, որ հիմա էլ են ձևական տեքստեր ասում, ասենք Իսպանիայի կառավարությունը հաստատ իր զորքը չի ուղարկի Ամերիկայի դեմ պատերազմելու, այն դեպքում, որ ասենք ինքը ասել է իմ տարածքը անգամ չօգտագործես։ Ես դա համարում եմ սխալ գործողություն։ Եվրոմիության որոշ պետություններ հայտարարել են, որ այդ ագրեսիա է եւ միջազգային օրենքների խախտում է։ Ու կարծում եք իրանք ինչ-որ գործողություններ կանեն։ Ռուսաստանը կմտնի այս պատերազմի մեջ։ Ռուսաստանը քիչ թե շատ արդեն մտած է, որովհետև Իրանը սեփական տարածքը քաղաքացիներին պետությունը պաշտպանելուց այս կամ այն ձևով ռուսական շահը նաև բանանում պաշտպանում, նաև չինական շահ։ Այո։ Դա նորմալ է, հասկանում եք, երբ որ մեծ կենթանիները ոնց որ ասած իրար մեջ բախվում են, հաշվի չեն առնում փոքր կենթանիների շահերը, բայց կողքի հարևան, ասենք, մեծ կենթանիների, որոնց շահերը այդ ժամանակ, ասենք, թվում է թե չի ոտնահարվում, բայց հետո կոտնահարվի, իրանց շահերը հաշվի առնվում է, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ են լինելու։ Ոչ մի աջակցություն չի ստանա Իրանը, իսկ Իրանը այսօրով ինքը որոշակի աջակցություն ստանում է, ու դա ցույց տվեց նաև անվտանգության խորհրդի, ասենք, ժողովը, որը որ Ռուսաստանի եւ Չինաստանի կառավարություններն էին հրավիրել։ Բայց մենք մի հատ հասկանանք ինչա կատարվում, էլի։ Արեգ ջան, ինձ շեղում է սպանից, չեմ կարող ձևակերպեմ, էլի, իրանց բաները, գործողությունների իմաստը։ Նայեք, Միացյալ Ամերիկայի Նահանգները ուզում են նավթ, դա իմ կարծիքով միանշանակ է։ Անգամ ասենք Օրմուզի բլոկադան իր օգտին է, որտեղ ինքը Վենեսուելայի նավթին տիրելով, ինքը ունենալով սեփական նավթի պաշարները, սովորական եւ սլանցովի այդ քարերից ստացվող նավթը, ինքը մաքսիմալ փող տալու հնարավորություն ունեցող երկրները ի վիճակի է նավթով ապահովի թանկացած գներով։ Դուք իրան ձեռա տալիս իրավիճակը։ Ինքը մոնոպոլիստ դեռ չի դարել, բայց հիմա այս ռազմական գործողություններով, երբ որ բոլոր, ասենք, անկախ նավթերը, չէ, Ռուսաստանը չհաշված, մնացած սաղ նավթերը կարելի ասել բլոկադայի մեջ են։ Մի մասը ռմբակոծվում է, մի մասը վրոձե իր անգերներն են, բայց բլոկադայի մեջ են։
Օրմուզի նեղուցը չեն կարող անցնել։ Եթե նույնիսկ ինչ որ ձևով ԱՄՆ-ը բան իր նավթը հանի, էթալույա բախվի խուսիտներին, խուսիտները բապենման դեպ ասենք նեղուցով հնարավոր է թույլ չտան ոչ մեկին անցնել, եւ հետո էլ էթալույա Սուեցով անցնի, որը էլի իր միջբանի ոնց որ ասած տրամադրության չէ, տակ չի, բայց վերահսկողության տակ է, որովհետեւ Ամերիկայի կրծերի դաշնակից Եգիպտոսի տնօրինության մեջ է, ճիշտ է, Սուեցի կանալը, եւ ստացվում է, որ ինքը նավթի հարցում լրիվ շահում է, ինքը ուզում է այն ինչ որ ուզում է իր մոտ ստացվում է։ Ռուսաստանն էլ ինքը սահմանափակել է, տանկերներա ձերբակալել քանի հատ, սպեցնազներով, եսիմինչերով ստիպել է Հնդկաստանը, որ ռուսական նավթից հրաժարվի։ Փաստորեն Ռուսաստանը այս գնի բարձրացումից չի շահելու եսիմինչ ձևի։ Ու ստացվում է, որ ինքը մանապալիստ է, լավ, էդի հասկացանք։ Ես ստիպված երկրորդ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա չեք խոսում Իսրայել Իրան հակամարտության։ Ես ասում եմ, որ Իսրայել հակամարտությունը Իրանի հետ դա ընդհանրապես բանա Ամերիկայի շահերը սպասարկող բաննա երկրի գործառույթները, որը որ բնական է, ես համեմատություն արեցի, Թուրանը, Թուրքիան կօգտվի, չէ՞ որ միանա, սաղ իր տրամադրության տակ կլինեն, բայց իրական տերը այդ պրոյեկտի Անգլիան է։ Պրոյեկտը անգլիական պրոյեկտ է, որպեսզի Ռուսաստանը անջատի հարավային երկրներից, որը որ կոչվում է մեծ խաղ, Большая игра, արդեն 150 տարվա պատմություն ունի այդ ամեն ինչը։ Անգլիական եւ ռուսական հակամարտությունը Ռուսաստանին թույլ չտալ, որ դեպի հարավ զարգանա, իր շահերը պաշտպանի եւ այլն։ Այդ թուրանական եվրասիական հարավային պրոյեկտը անգլիական, թուրքնա չէ օգտվելու։ Այս ձևաչափին դեմ է Ամերիկան։ Ես օրինակ եմ բերում։ Թուրքիան օգտվելու է, չէ՞ դա։ Օգտվելու է։ Նույն ձևով Իսրայելն է օգտվելու ամերիկյան պրոյեկտ առաջ տանելով։ Կարելի է եզրակացնել, որ Ամերիկա-Իսրայել պրոյեկտ եւ Թուրքիա առանձին պրոյեկտ։ Տարածաշրջանը երկուսի չէ, էլի եմ ասում։ Անգլիական պրոյեկտը, որը Թուրանա կոչվում, Թուրքիան օգտվում է Անգլիայի շահերը առաջ տանելով։ Նույն ձևով Իսրայելը օգտվելու է ամերիկյան պրոյեկտ առաջ տանելով։ Այսինքն ինչ է ստացվում, Իսրայել-Թուրքիա հակամարտություն է հնարավոր զարգանա։ Հնարավոր է, չէ, հաստատ կա այդ որովհետև տարածաշրջանը ուզում են կիսեն։ Հաստատ կա այդ հակամարտությունը, բայց ոչ թե հակամարտությունը կարող է դաշտում հակամարտություն լինի։ Ավելի շուտ Անգլիա-Ամերիկա, ասենք, մրցակցություն է, որովհետև Անգլիան նախկին իր գաղութին այնքան էլ թույլ չի տալի, ասենք, որ ինքը զգա, որ ինքը երկրագնդի տերն է։ Վերջապես Անգլիայի գաղութն է եղել, բայց շատ խորացանք, էլի փորձենք հասկանանք ինչ է կատարվում ռազմական տեսակետից։ Ամերիկան, ասեցի, ինչ սցենարով է շարժվում, բայց ապստամբությունը ո՞նց է հնարավոր անել։ Ապստամբությունը հնարավոր է անել մարդկանց դրթելով փողոց։ Դրա համար խոցվում են երեխաները, դուք հիշացրեցիք այդ երեխաների սպանությունը։ Միմիային աղջիկներ։ Այո, հելնում են, հայհոյում են Ամերիկային, չէ՞։ Դա ձեռ է տալի Ամերիկային, որովհետև այդ մասան, երբ որ հելնում է, հայհոյում է Ամերիկային, ինչ որ հատվածել սկսելու է մտածել ու կբարձրաձայնի, որ այ անասուններ արա, բա դուք ասում եք մենք հաղթելու ենք, այս երեխեքի սպանությունը, բան, իրանց կառավարությունը եւ կամաց կձևավորվի հակակառավարական ուժեր նաեւ այն մասաներում, որոնք ելել են Ամերիկային ատելությունով լցված հողարկավորմանն են մասնակցում։ Աղջիկերքի հետ 170 երեխա է սպանվել։ 180-ից ավելի է։ Արդեն 180-ից ավելի։ Հա, բանը իրանք քհելն են բորբոքվելու, իսկ որպեսզի այդ բորբոքումը հակաամերիկյան չվերածվի հակակառավարության, գոյություն ունի ներքին ուժեր, ճիշտ է, ասենք ոստիկանություն, գաղտնի ծառայություն, որպեսզի ոստիկանությունը ու գաղտնի ծառայությունները իրանց գործը լավ չանեն, Ամերիկան սկսել է խփել այդ անմիջապես բանից հետո, երեխեքի սպանությունից հետո, անցավ մի օր եւ սկսեցին խփել ոստիկանություններին։ Ուժային արդեն, հա։ Չէ, ուժային չէ, ոստիկանություններին, ոստիկանությունը ընդհանրապես բանա անիմաստ է,
պատերազմի տեսակետից խփել ոստիկանությանը այն էլ փոքր քաղաքում կամ միջին չափսի քաղաքում։ Ինչ իմաստ ունի, ոչ ռակետով է խփում, ոչ միջուկային եսիմ ինչ է անում, կարգ ու կանոն է պահում։ Իսկ Ամերիկային պետք է, որ չլինի կարգ ու կանոն, որ այդ բանը կարգ ու կանոն ուժերը, պահուժերը ոչնչանան կամ ցրվեն տներով։ Ինքը բաց է, բայց Տրամփը ասաց, բանը պահապանները, հեղափոխության եւ զինվորականները, այդ թվում բնականը նաեւ ոստիկանն է նաեւ զինվորական, բայց ինքը ամենաանշարժ ոչ մի բան վնաս չտվող ամերիկյան ուժերին զինվորականն է, բայց իրանց էլ են խփում, որովհետեւ պետքա որ երբ որ մեծ միտինգներ լինեն, եսիմ ինչ լինեն, հակակառավարական լոզունգներ ասող մարդիկ, դա լինեն պրովոկատորներ, դա լինեն Մոսադի կամ ՑՌՈ-ի ագենտներ, թե իրոք բորբոքված քաղաքացիներ, առանց ասենք դավաճանական պիտակների, ուղղակի բորբոքված քաղաքացիներ, երբ որ բանը հելեն հակակառավարական բան ասեն, որ իրանց ոստիկանությունը չասի խելոք մնա։ Դրա պատճառով ոստիկանությանն էլ են խփում։ Հիմա գանք հասկանանք Իրանը ինչ է անում ռազմական տեսակետից։ Իրանը խփում է ամերիկյան տարածքին այդտեղ։ Ամերիկյան տարածք Իսրայելն է։ Ինքը խփում է Իսրայելին հրթիռներով, բալիստիկ հրթիռներով։ Խփել է նաև կես տարի առաջ եւ հասկացել է, որ կես տարի առաջ, երբ որ ինքը խփում էր, այդ հրթիռը երբ որ Իրանից թռնում է, ինքը հակաօդային համակարգերը ամերիկյան Կատարում եւ Միացյալ Էմիրություններում գտնված տեսնում է այս հրթիռը, իր բալիստիկան հաշվարկում է եւ ճշգրիտ ասում է, որտեղ է գալի այդ հրթիռը։ Եվ Իսրայելի օդաչուն, հակաօդային համակարգը ժամանակ են ունենում այդ հրթիռը խոցելու։ Բոլչի ասենք այս հակաօդային ասենք լոկացիոն կայանները ֆիքսում են եւ արդեն ճշգրիտ բան են անում, հետնել Իրաքում գտնված ամերիկյան բազաներում հակաօդային համակարգերը մի հատ էլ ճշգրտում են անում, մի հատ էլ Թուրքիայի կողքով այդ հրթիռը անցնում է Թուրքիան էլ է ճշգրտում անում, մի հատ էլ Հորդանանում են ճշգրտում, մի քանի հատ է խոցում։ Թուրքիան ճշգրտում է անում իօքուտ Իսրայելի։ Այո, միանշան։ Այսինքն կորում է այստեղ Անգլիայի գործոնը։ Դե իրանք իրար թշնամի չեն, իրանք իրար հակառակորդ են, դա մեծ տարբերություն է, իսկ թե թշնամու դեմ է կռվում։ Շարունակեմ իմ խոսքը, էլի։ Ու ինչ անում, այդ որոշ հետևություններ արել է իր համար, դասա քաղել, ի տարբերություն մեզ, որ մենք 16 թիվը հետևություն չարինք, դրա համար կերանք 20 թվականի պարտությունը։ 20 թվականի պարտության դասերն չքաղեցինք, ունեցանք ջերմուկի դեպքերը, ունեցանք Արցախը 23 թվականին ու եթե բախում ունենանք, հնարավոր է եւս ուտենք այդ դրա հետևանքները, որ դասեր չենք քաղում։ Սյունիքը նկատի ունեք։ Տարբեր ձևի սցենարներ կարա լինի։ Ես դրա մասին էլ կարանք մի օր ասենք նստենք, դա էլ երկար խոսակցություն է։ Ինքը Իրանը հասկանալով ինչ է կատարվում, այն վաղտ էլ էր հասկանում, բայց մտածում էր դե ոչինչ հրթիռներս կեթա տեղ կասնի։ Այդում տեղ էր հասնում։ Մի մասը Հորդանանում էին խփում, բայց ասենք մի ժամ 40 րոպե այս հրթիռը արդեն տեղեկացվում էր, որ գալիս է Իսրայելի վրա, եւ Ամերիկայի տարածքը Իսրայելը, որը դե գտնվում է, Ամերիկայի 51-րդ նահանգը հնարավորություն էր ստանում այդ հրթիռները ճշգրիտ դուրս գալ հրթիռների, ասենք, ճանապարհի վրա եւ խոցել ճիշտ ժամանակին։ Հիմա Իրանը ոչնչացնում է այդ հակաօդային աչքերը եւ ականջները Էմիրություններում, Կատարում, հլվոր, հա, հլվոր։ Ինչ գնահատական եք տալիս Իրանը համապատասխան ճիշտ նայեք ասեմ, էլի։ Ես գիտեմ ինչ եք ուզում ասեք, ինձ թվում է մեզ լսողներն էլ են հասկանում, որ Իրանը ճիշտ է Իրան պահում, թե չէ։ Ինչ է ստացվում։ Երբ որ խոցում է քո տարածքը հակառակորդը, քո գործողությունը պետք է լինի նույն ձևով դու իր տարածքին պաշտպանվել եւ խոցել։ Ամերիկայի տարածքը Իսրայելի այդ պայմանական 51-րդ նահանգը, եթե չհաշվենք, տասնյակ հազար կիլոմետր հեռու է Իրանից։ Ինքը կարող կամ բազաներին խփի, որը չնչին օբյեկտներ է պատերազմի համար։
Մանավանդ մարդկանց հանում են ընդե կայնած խամերներին անիմաստ է խփել, ուրիշ տեղից կբերեն, դրանք այդ մեքենաները տասնյակ հազարներով արտադրվել են։ Ինքը պիտի խփի Իսրայելին, պիտի վնասը լինի համաչափ, որպեսզի պատերազմը կանգնի։ Կարողանում է, ստացվում է։ Դերևս այդ ճանապարհի վրա է։ Ու հիմա ասեմ, եթե ինքը առաջի ալիքը խփեց մոտորապես 100 հրթիռ, 100 հրթիռից 4-ը թե 5-ը տեղ հասավ, հիմա այդ ուղղորդող ռադիոլոկացիոն կայանները ոչնչացնելով Էրբիլում, Քրդստանում, արաբական հյուսիսում, Իրաքի, Բաղդադի օդանավակայանի կողքը, այդ բանը, Քաթարում, Քուվեյթում եւ Միացյալ Էմիրություններում այդ լոկացիոն կայանները ոչնչացնելով, ինքը մենակ Թուրքիային չի խփել։ Թուրքիային էլ կարանք չէ, պիտի անդրադառնանք կարճ։ Ուրեմն ինքը հնարավորություն ստացավ նախորոք չզգուշացված հարվածներ հասցնի Իսրայելին։ То есть եթե առաջ 100-ատ էր ուղարկում 4-5-ն էր պայթում, այս ռադիոլոկացիոն կայանները խոցելուց հետո հիմա 30-ատ է ուղարկում, ելի 4-5-ն է տեղ հասնում։ Փաստորեն ինքը 3 անգամ ավելի քիչ ծախսով նույն էֆեկտն է ստանում։ Ինքը չի կարող ամբողջությամբ հակաօդային համակարգը վերացնի ու հակահրթիռային Իսրայելի, բայց խոցել, ծակել, ասենք այդ պաշտպանական վահանը, որ հակաօդային համակարգն անում, ինքը ի վիճակի է կամ պահպանելով ամերիկյան հնարավորությունները Պարսից ծոցում եւ արաբական աշխարհում հակաօդային առումով, լոկացիոն առումով 100-ատ հրթիռ ամեն օր ուղարկի կամ 30-ատ ուղարկի, ստեղ հակաօդային համակարգերը վերացնելով։ Հիմա Իսրայելը որպես իր հաղթանակ ասում է, որ Իրանը 30-ատ ընդամենը երրորդ օրը հրթիռներ ուղարկեց։ Այո, 30-ատ։ Առաջի օրվա հետ համեմատ, բայց համեմատաբար ավելի էֆեկտիվ, բայց նույն քանակի խոցումներով։ Դա նշանակում է ճիշտ է ավելի էֆեկտիվ է դարել, որովհետև հայտնաբերող, նախորոք թռիչքը հայտնաբերող եւ ուղղորդող եւ ճշգրիտ տվյալներ տվող կայանները պակասել են, չեն զրոյացել ամբողջությամբ, պակասել են։ Հիմա Ամերիկան համոզված է կբերի շարժական հակաօդային համակարգեր ուրիշ տարածքներից, կբերի կտեղադրի արաբական տարբեր տարածքներում, քրդական Էրբիլի կողմերը, Բաղդադի կողմերը, Հորդանան միգուցե ասենք տեղադրի, որովհետև Հորդանանի հակաօդային համակարգերը դեռ լավ խոցումներ չեն ստացել, իսկ պիտի խոցվեն, այդ դեպքում արդեն 20 հատով կամ 10 հատով կխփի, ելի 4-5 հատը կեթա կպայթի ու ավելի արդյունավետ կաշխատի իր 2000-2500 միջազգային փորձագետների կարծիքով իր հրթիռները։ Եթե հրթիռների արտադրությունը իրոք Ամերիկայի հայտարարությունով կամ իր 51-րդ նահանգապետի Նետանյահուի հայտարարությունով ոչնչացված են արտադրությունները եւ գնահատվում էր 3000-ից պահուստները բալիստիկ հրթիռների 3000-ից 8000, վերցնենք 3000 մինիմումը, 500-ը օգտագործվել է, հիմա մնացել է 2.5, եթե այս 2.5-ը ավելի արդյունավետ օգտագործվեն, Իսրայելը կպրծանի, Իսրայելը կհայտնվի քարե դարում։ Այսինքն դա հնարավոր է, որ Իրանը ոչնչացնի։ Իրանը այդ ճանապարհով է այդում, որովհետև համաչափ կորուստ, նման գնահատական եք տալիս, պարոն Վահանov։ Այո, Իրանը այդ ճանապարհով է գնում։ Եթե դա չլինի, կամ գոնե դրա պերսպեկտիվաները չուրվագծվեն, խաղաղություն չի լինի եւ Սիրիայի օրն անգնելու 10 տարի Իրան ինչ ասես անելու են։ Հաղթանակով պետք է լինի։ Հաղթանակը միշտ չի որ պարտադիր է պատերազմը ավարտից հետո։ Ընդհանրապես սխալ մեթոդաբանություն է, պարտություն կամ հաղթանակ։ Պատերազմը դադարում այն ժամանակ, երբ որ երկու կողմն էլ համաձայն են պատերազմը վերջանա։ Իրանք կանան համաձայնվեն, երբ որ ոչ մեկ չի հաղթում, կանան համաձայնվեն, երբ որ մարտի դաշտում որոշ հաղթանակներ ունեցել է, ասենք մի կողմը, բայց այն մյուս կողմն էլ դեռ ռեսուրսները պահպանել է, կանան համաձայնվեն այն վաղ, երբ որ մի կողմը ամբողջությամբ իր ռեսուրսները սպառել է, այն մի կողմը էլի մի քիչ պահպանել է եւ բացարձակ հաղթանակ է տոնում։
Պարոն Վարդանով, եկեք խոսենք նաև կարևորի մասին։ Հայաստանը այս Իրան, Ամերիկա-Իսրայել պատերազմի մեջ ինչ տեղ ու դիրք է զբաղեցնում եւ ինչպիսի վտանգ է կախված Հայաստանի վրա։ Հայաստանի վրա վտանգը դեռևս սրանից մի 6 ամիս առաջ եմ ասել ինչ վտանգներ կան, դա համ թուրքերի, իմիջայլոց, որպեսզի ավելի լավ հասկանանք, զարմանալիորեն հանգիստ է Թուրքիայի, Բաքվի Հանրապետության եւ Միջին Ասիայի սահմանները, Տաջիկստան-Թուրքմենիա։ Տաջիկստան-Թուրքմենիա հասկանալի է։ Ռուսաստանի եւ Չինաստանի վերահսկողության տակ են գտնվում Տաջիկստանը եւ Թուրքմենիան։ Ընդեղից չի կարող ոչ մի բան լինի, սահմանը հանգիստ է։ Բայց Բաքվի Հանրապետությունը ամենակիչը մի տարի է, իսկ շատ վառ, անգամ ասենք կասկածողների համար կես տարի է հակառուսական դիրքերի վրա է կանգնած։ Բաքվի ռեժիմը Ալիևի հայտարարությունները հիշենք, իսկ ինքը ավտորիտար երկիր է, Կադաֆիի վարիանտով, մի անձի վրա կառուցված, Լիբիայի վարիանտով, ուղղակի լիբիացու քաղաքակենտրոն էր, քաղաքացու կենտրոնական sense ուղղվածություն ուներ, մարդակենտրոն։ Ստե մարդակենտրոն չի այս ռեժիմը, ինքը կլանա կենտրոն է, իր կլանի բանա Փաշաև Ալիևների կլանի շահերն է պաշտպանում, բայց ավտորիտար է, մարդն է որոշում եւ ինքը շատ կոպիտ հայտարարություններ արեց կես տարի առաջ։ Դրանից առաջ Ալիևը, այո, դրանից առաջ մի տարի առաջ ինքնաթիռի հետ կապված ինքը շատ չոր հայտարարություններ արեց, բավականին հակառուսական զինված ուժերի, իսկ կես տարի առաջ լկտի հայտարարություններ արեց Պուտինի հանդեպ, ռուսական կառավարման համակարգի հանդեպ, Ռուսաստանի ընդհանուր հանդեպ։ Դա իրական է, չեք կարծում, որ շոու է։ Չեմ կարծում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին չեմ կարծում, որովհետև ինքը շատ վաղուց Անգլիայի կոնտրոլի տակ է։ Լավ, ըստ ձեր տարբերակի լսել եք British Petroleum-ի մասին։ Այո։ British Petroleum-ը այնտեղ ավելի կարևոր դեր է խաղում, քան իրանց Միլի Մեջլիսը, պարլամենտը։ Ինքը երկրորդ ազդեցիկ ֆիգուրան է British Petroleum-ը Ալիևի կլանից հետո։ Շատ լավ, պարոն Վարդանով, ասացիք, որ ձեզ անհանգստացնում է Բաքվի եւ Թուրքիայի խաղաղությունը, այո։ Անգլիական պրոյեկտը այդ, որը որ մրցակցության մեջ է ամերիկյան պրոյեկտի հետ, բայց հակամարտության մեջ չի, իրենք վաղ թե ուշ կարող են, եթե երկարաժամկետ Սիրիայի սցենարը աշխատի, իրենք կարող են, իսկ կարծում եմ պարտադրված կլինեն միանալ Իրանի դեմ պայքարին։ Եվ Իրանի դեմ պայքարին խախանդ սահմանի կողմից ցամաքային հարձակում, խախանդ սահման, նշեցինք, թուրքերի օկուպացված հայկական հողերից հարձակումն է, Բաքվի Հանրապետություն։ Խոսքը Արցախի մասին։ Դաշտային Արցախի կողմից հարձակումը եւ Արևմտյան Հայաստանի կողմից հարձակումը Անկարայի թուրքերի կարող լինի իսկական, ոնց որ ասած, տեղին խախանդ սահման, ոչ մեկը տեղ ուժ չի պահում, կամ պահում են զսպող թուրքական ագրեսիայի, բայց ուժերը կամաց քաշելով, որտեղ պատերազմի ընթացքում ուժերը մաշվելու հատկություն ունեն, այնտեղ որտեղ պատերազմում են, եւ կամաց այստեղից մի դիվիզիոն հակաօդային համակարգ կտանեն, ասենք 20-ից մեկը 3 դիվիզիայից, ասենք մի պոլկ գունդ կտեղափոխեն, ասենք դեպի հարավ, կամաց պայմանները կստեղծվեն այնց, որ թուրքական անգամ ցամաքային զորքերը Անկարայի եւ Բաքվի Հանրապետության բավարար կլինեն ագրեսիան սկսելու համար։ Պարոն Վարդանով, բացահայտ ինֆորմացիա է տարածված, որ Ադրբեջանի տիրապետության գտնվող հայկական Արցախում կոնկրետ տեղակայված են իսրայելական ռազմաբազաներ։ Իսրայելը այդ ռազմաբազաները, որ տեղադրել է Արցախում, միթե իր նպատակները հեռահար չեն եղել ժամանակին, որպեսզի Ադրբեջանի տարածքը պարզապես դարձնի պլացդարմ հարձակվելու համար, այդ պլանների մեջ չի մտնում միթե Իսրայելի։ Նայեք, մենամարտում
բանի, ասենք ռուկապաշնի քիքբոքսինգ, որտեղ համ ձեռ, համ ոտը աշխատում։ Հաճախ այն մարդը, որ ոտերից թույլ է, դնում մի հարվածա լավ մշակում ոտով եւ մարտի ժամանակ միայն ձեռներով է կառվում։ Միջև հարմար պահ բացվի մի հատ կործանարար հարված հասցնի ոտով։ Իր հակառակորդը գիտի, որ այս մարդը ոտից թույլ է, ինքը անգլիական բոքսով է զբաղվել։ Ոտից թույլ է։ Անընդհատ իր ձեռքերի դեմ է պայքարում եւ իր ոտերին է, ասենք, խոցում կամ չի էլ խոցում։ Եվ մեկ էլ անսպասելի այն տարածքից, որը որ վտանգ չես տեսնում, ինքը ոտերից թույլ է։ Տվյալ պարագայում Ադրբեջանն է։ Այս պարագայում, ասենք, թուրքական երկու պետությունները օկուպացված հայկական հողերից անսպասելի հարված։ Այն ժամանակ, երբ որ պետք լինի, ելի եմ ասում, սիրիական սցենար, դա նշանակում է Լիբիայի սցենարը, պլյուս ժամանակ երկար, 12 տարի պահանջվեց Ասադի ռեժիմը տապալելու համար։ Ինչպես եք պատկերացնում այս պատերազմը նման երկար տարի չէ, նույնիսկ ամիս ձգվի, առավել եւս երբ օդային պատերազմ է, ցամաքային պատերազմ չկա։ Բայց ես հետ եմ ասում, ցամաքային որտեղից լինի։ Միակ տեղը, որտեղից կարա ցամաքային անի, հակառուսական իր դիրքավորումը կես տարի առաջ հաստատած, պլանված, մորս արև երթում տված, ասենք, Ալիևը, որը Պուտինին մերքրվեց, եւ Թուրքիան, որը որ ՆԱՏՕ-ի երկիր է, ամերիկյան կոնտրոլի տակ է, հետնել մասնակցում է անգլիական Ռուսաստանը զսպող հարավային եվրասիական պրոյեկտ, հյուսիսային եվրասիական պրոյեկտը, դա Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, Կիրգիզիա, Չինաստան։ Այսինքն ըստ ձեր պատմածի Իսրայելի ոտքով հարվածը լինելու է Ադրբեջանից հարձակում Իրանի վրա։ Այո։ Այս սցենարը օրակարգում Բաքվի հանրապետությունից, որ կարծում եմ բոլորը սխալմամբ Ադրբեջան են կոչվում, եւ Թուրքիայի հանրապետության տարածքից, որը որ իրականում հայկական օկուպացված վասպուրականն է, Ռշտոնիկը, այդ կողմից հարվածի համար, անսպասելի լինելու համար, խախանդ է այդ սահմանը։ Իսկ որ չի լինի Իրաքի կողմից, միանշանակ է, որտեվ Իրաքում շիա զանգվածը շատ ուժեղ գաղափարային Իրանին կողմնակիցը, Պակիստանի կողմից չի կարա լինի, որովհետև Պակիստանը մոլերանտ մուսուլմանների երկիր է, կապ չունի, որ իրանք սուննի են, մի քանի ամիս առաջ շիա մզգիթ են տրակցրել։ Գյաուրների դեմ պայքարում իրենք ցանկացած մուսուլմանի կողքին են, ցանկացած շիա լինի թե սուննի։ Աֆղանստանի թալիբներն էլ նույն ձևով, իրանք չեն կարա Ամերիկայի կողքը, ամերիկյան զորքերին թույլ տան իրենց կողմից ցամաքային օպերացիա սկսեն, լայնածավալ, ոչ թե սպեսնազ գաղտնի բան, փող տվեցին գաղտնի մի հատ բազա դրին, դրա մասին չի, այլ լայնածավալ գործողությունների մասին է խոսքը, եւ իր բնակչությունը կմնա իրան հպատակ, որովհետեւ Թալիբանը իրան հայտարարել է մուսուլմանական, ասենք, գաղափարների տեր, Թալիբ նշանակում է ուսանող, Մարգարեի Մոհամեդի աշակերտներից մեկն է եղել, թե առաջինը Ալ-Թալիբը, հա։ Եվ Պակիստանն էլ, քանի որ ինքը շատ ուշ է ընդունել մուսուլմանությունը, ամենամոլորան մուսուլմաններից մեկն է։ Կարճ ասած, մնում է թուրքական տարածքներից, թուրքական վերահսկողության տակ տարածքներից։ Հա, իդեպ մի բան ասեմ, էլի մեզ լսողները։ Բացեք ցանկացած թուրքական ալիք եւ կտեսնեք, որտեղ որ Գորիսի մասին խոսալուց չեն ասում Գորիսի շրջանից, ասում են Գարուսի շրջան։ Մենք չենք ասում Ադրբեջան։ Եթե ինքը Երևանին Իրևան է ասում, մենք չենք ասում Ադրբեջան։ Չենք իրենց նարատիվները կրկնում։ Իսկ իրանք մերը ոչ։ Ինչի ենք մենք ընդունում, որ Գարուսի շրջանը, կամ եթե չենք ընդունում, ինչի հակադարձ հարված չենք անում եւ չենք ասում Զանգիլանին Կովսականի շրջան։ Դրա մասին է պետք նաեւ մտածել ու մեր գործողությունները, մեր բառապաշարը փոխել է պետք։
Պարոն Վարդանով, շատ հակիրճ խնդրում պատասխանեք, եթե Իրանում պատերազմը տեղափոխվի Իրանի հյուսիս, այսինքն Հայաստանի հարավ։ Թուրքերը հիմա որ հարձակվեն, այո, ես քանի որ այդ ասացի դրան պիտի թուրքերի ինչի համար ասենց, դրան պիտի անդրադառնանք, որ հասկանալի լինի մեր վիճակը խիաբարդ։ Հիմա այս վիճակում, որ թուրքերը չեն հարձակվում, խաղաղ բնակիչների, ասենք, արտահոսքը հնարավոր է բոլոր ուղղություններով գնա, հնարավոր է։ Ուրեմն Թուրքիայի սահմանը, Բաքվի սահմանը եւ Անկարայի սահմանը փակ է Իրանի համար, փակ է ամբողջությամբ։ Անցակետերով միայն անցնում են իրանահպատակները Թուրքիայից դեպի Իրան, թուրքահպատակները դեպի Թուրքիա։ Նույնը, ասենք, Բաքվի ռեժիմի սահմանի վրա է։ Փակ է սահմանը, բայց մեծ հոսքեր որ լինի փախստականները իրան կընդունեն։ Հնարավոր է, ասենք, էքսցեսներով սահմանի վրա։ Մեր մոտ մեզ թվում է, թե մենք այնքան աղմախ ենք, չենք հասկանում, որ այդ Արաքսի վրայով, եթե պետք է անցնեն ընդամենը մի կամուրջ, դու այդ կամուրջը կփակես ու սահմանափակ քանակով կբերես։ Բա որ հանգարց սահմանապահները թուրքերի ընդունեն հսկայական քանակ, հետո զորքերով պատնեն շանեն եւ ուղղորդեն երկու կողմից Կովսականից եւ Նախիջևանից փախստականներին դեպի Զանգեզուր, դեպի Սյունիք։ Կարա լինի։ Շատ վտանգավոր պլանի մասին եք խոսում։ Կարա լինի։ Այսինքն կարելի ասել, որ իրանցի փախստականներով մշտական հոսքը կլինի, եթե երկարաժամկետ եղավ Հայաստանի տարածք մշտական հոսքա լինելու փախստականների եւ հնարավոր է մասսայական փախստականների հարված Կովսականի շրջանից եւ Օրդուբադի շրջանից։ Ինչը ուղղորդելու է Թուրքիան, որը ուղղորդել են թուրքերը եւ Բաքվի թուրքերը։ Դա հնարավոր է միջանցք վերցնեն։ Այո, բա Դե էլ ոնց ալնում, պոզով պոչով, էլի։ Անունը կդնեն փախստականներն։ Միջանցք չէ, Սյունիքի մինիմում, ասենք, հարավային հատվածը Կապանով եւ, ասենք, Մեղրիով, մինիմում։ Այսինքն կարելի ասել Սյունիքը այսպես բաց վիրահատություն կանեն կմտնեն։ Կարան անեն, կարան։ Հիմա շարունակություն, ասենք, կարա լինի։ Երբ որ էդի որ ասում են, մինչև թուրքերի պատերազմի մեջ թաթախվելը։ Իսկ եթե թուրքերը պատերազմի մեջ թաթախվելուց հանգարց ասեն Տրամպին, հա, շեֆ ջան, մենք հարց չկա, հարձակվում ենք, բայց մեզ այսենց պետքա Մեղրիի ճանապարհը։ Եվ քանի որ Իրանը կարող է Մեղրիի ճանապարհին հարձակվի, մի հատ ճանապարհ պետքա բանից, Սիսիանով որ էթա։ Մի հատ էլ ցանկալի է Զապաս ջերմուկով գնա։ Իրենց գործը առաջ տանեն։ Իրենց գործը առաջ տանեն որն է, դա նշանակում է Սյունիքը եւ Վայքը Տրամպի խնդրանքով մի քանի ամսով տրամադրենք թուրքերին։ Իսկ թուրքական զինվորը որտեղ եղավ, ինչ է կատարվում հայերի հետ։ Երբեք դուրս չի գալիս։ Երբեք դուրս չգալը չէ, դուրս գալիս է 18 թվականին ոնց մտավ Ամերիկայի ու Անգլիայի պնդմամբ դուրս եկավ, բայց ինչ էր կատարվել խաղաղ բնակչի հետ։ Մորթելով։ Այո։ Բռնության, մասսայական բռնություններ, մորթոցի, հսկայական, ասենք, հարյուրավոր հազարների փախստականներ, մենք դա տեսել ենք Ախալցխայում, Ախալքալակում, մենք դա տեսել ենք Շիրակի, ասենք, դաշտում, մենք դա տեսել ենք Լորիում, մենք դա տեսել ենք Մարնեուլի Բոլնիս հատվածում, մենք դա տեսել ենք Դաշտային Ղարաբաղում, մենք դա տեսել ենք Գարդմանում, մենք դա տեսել ենք վերջապես 30,000 Բաքվի հայ կոտորածը։ Բաքուս ունգայի։ Դա նշանակում է մենք հիմա այս պահին պիտի լարված աշխատենք այդ ուղղությամբ, բայց չեմ տենում այդ լարված աշխատանքը։ Այսինքն հավանական տարբերակ եք տեսնում եւ զգում ու առնում նաեւ հոտ, որ տարօրինակ խաղաղության մեջ գտնվող այսօրվա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է օգտվեն այս պատերազմից եւ միանգամից միջանցքի հարցը դնեն առաջ եւ վերցնեն։ Հնարավոր է։ Իսկ փախստականների դեպքը Ամերիկայի թույլտվությամբ, Ամերիկայի խնդրանքով, պահանջով, գլխին մեր ասես սիլլա տալով, ճլոտի տալով, ոնց թե չես ուզում, արա, դու ապուշ չես արա, դու ով ես արա։ այդ կարգի նույնիսկ։ Հա, դու ով ես, որ իմ ռազմական գործողություններին խանգարես։
մի կտոց, մի հայրան։ Փորձագետներն ասում են, որ Թրամփի ուղի վերցնելով Ամերիկայի հետ հարաբերություններ ենք փայլուն կառուցել եւ այս պատերազմի հետ ոնց է փայլուն, եթե դու ընդդիմանում ես Տրամփի գաղափարները առաջ գնան եւ Իրանը դեմոկրատացվի։ Դու մեզ խանգարում ես։ Պարոն Վարդանով, ինչ ենք անելու մենք, եթե մի գեղեցիկ օր այս պատերազմի ֆոնին Իսրայելի դրդմամբ Ամերիկան պահանջի այն Թրամփի ճանապարհի վրա տեղադրվի, կոնկրետ Սյունիքում տեղադրվի ռազմաբազաներ եւ Հայաստանը Սյունիքը օգտագործվի այն որպես պլազդարմ Իրանը խոցելու համար։ Մենք ինչ պետք է անենք։ Իրանը խոցելու պատերազմական իրավիճակում, թե պատերազմից դուրս։ Այս օրերին։ Այս օրերին Թրամփի ուղու մասին չի խոսքը արդեն։ Այս օրերին պատերազմի ժամանակ ոչ մեկ չի գա մի քանի 100 միլիոն դոլար ծախսի եւ կոմունիկացիաներ, ասենք, շատ լայն կառույցի, ասենք, բանը Ագուլիսի շրջանից Կովսականի շրջան, այդ օկուպացված հայկական հողերի անուններն եմ տալի, ցավալի է, բայց մեր քաղաքացիները շատ-շատերը չգիտեն դա որոնք են, հա։ Ոչ մեկ այդ փողը չի դնելու, ուղղակի կօգտագործի այդ տարածքը, ուղղակի Իսկ ոնց է օգտագործելու հայկական զինված ուժերը իզորու չեն ներքաշվել Իրանի դեմ պատերազմի, որովհետև իրանք հազիվ սահմանապահի ֆունկցիաներ են կատարում։ Ռազմաբազաներ տեղադրի, դա դժվար է։ Ինչի համար։ Ինքը ընդհանրապես թուրքերին կասի այդ ճանապարհից օգտվեք։ Քանի որ պատրաստ կա արդեն։ Թուրքերը, թուրքական բանակը, թե 120 հազարանոց Բաքվի հանրապետության բանակը, թե ասենք կես միլիոնանոց Օսման թուրքերի բանակը, որը այս ճակատում պահում է 130 հազարանոց երրորդ դաշտային բանակը, դու բավարար չի սկսելու համար, լրիվ բավարար է։ Ցամաքայինով կարելի է։ Մեր խնդիրը որն է, մենք ինչ ունենք անելու, դրա մասին է պետք խոսալ։ Ասենք փախստականներով հնարավոր է մեզ մի ուրիշ ձևի, ասենք, բանա, մատնաշունչ անել, չգիտեմ, Փախստականների մեջ էլ Իրանից եկող հնարավոր է որ մեծ քանակությամբ ադրբեջանցիներ լինեն։ Դա չի էականը։ Էականը դա չի։ Էականը մասսայական փախստականների ներորքը Հայաստան։ Մենք պատրաստ ենք դա։ Մենք դրան պատրաստ ենք։ Ըստ ձեզ։ Ոչ։ Որովհետև մենք պիտի ասենք մեր այինը արդեն պլաշատկեք սարքեր։ Որտեղ որ ջուրք քաշեր, կանալիզացիա կաներ, վրանները հələ չդներ, պետք չի։ Բայց պետք է դա աներ Մեղրի տարածքում, ասենք, հնարավոր է Քաջարանի տարածքում, որ շատ իրանց դուր չգա, երկրորդ էտապ Սիսիանի սարերում, որ իրանց вообще մրցացնենք, որ իրանք հնարավորինս, ասենք, հենց խաղաղվի Իրանը, որ վազելով հետ է տան, то есть այնց իրանց նորմալ կոմունալ պայմաններ պետք է ստեղծես, բայց պալատկից դուրս ելնելը իրանց համար լինի դիսկոմֆորտ։ Իսկ Իրանը կթողնի փախստականների արտահոսք։ Իսկ այդ ժամանակ ինքը ո՞նց է զսպելու։ Չի կարանալու։ Իսկ մենք ինչ պետք է անենք։ Մենք ասում եմ ինչ ունենք, փակենք եւ թույլ չտանք։ Փակելով չի էլի եմ ասում։ Մարդասիրական գործ։ Ասենք լավ կամուրջը փակեցիր, Արաքսի վրով չի գալ, այդ ցամաքային տարածքով, ասենք 50,000 հոգի եկավ Ագուլիսի կողմից, 50,000 հոգի եկավ Կովսականի կողմից։ Այդ 100,000-ի դիմացը կայնացա հայկական դիրքեր, սահմանապահ չէ, դիրքեր։ Թնդանոթներով, գնդացիրներով, ինչա դնելու ես 50,000 Նախիջևանի կողմից գալացող եւ Կովսականի կողմից գալացող 50,000 փախստականներին ոչնչացնես, որոնց հրահանգել են Ադրբեջանն ու Թուրքիան, որոնց չեն հրահանգել, ուղղորդել են, այսպես արել են, ասել են, արի, այսպես անցար։ Իրանք ասկի կուրսի էլ չեն, որ Հայաստան են հայտնվում, ինչ ես անելու։ Օրինակ դրանք գործողություններ կա անհրաժեշտ անելու։ Ասեցի այդ վրանները, որովհետև որոշ քանակ կգա կհասնի, սահմանապահներին ասենք ուղղորդել զինվորական զորամասեր, որոնք որ անմիջապես այտենց վտանգ առաջանալուց իրանք արդեն տեղում լինեն, ծանոթ լինեն բոլոր սպաների հետ, ում հետ հեռախոսակապով, ասենք, երբ որ իրան մեկը զանգի խոսքի Պետրոսյանը զանգի, ասի Հակոբյան ջան, իմ մոտ խոսքի այս պահին 400 հոգի գալիս են, ինքը իմանա դա որտեղ է, որ համապատասխան խումբ ուղարկվի, կարճ ասած, ներդաշնակումը
սահմանապահ ծառայության եւ զինվորականության ոչ թե մարտական խնդիրներ լուծելու համար, այլ սահմանապահ խնդիրներ լուծելու համար, որ շատ արագ ասենք ընդ ցանկապատ կանգնացվի, ընդունվի կոնկրետ այն մարդկանց, ովքեր որ ի վիճակի չեն լինի վնաս հասցնեն Հայաստանի Հանրապետությունը իրանց ներկայությամբ, ասենք կանայք, երեխաներ եւ այլն։ Դա մենք պատրաստ ենք անել։ Ոչ, չենք անում ոչ մի բան։ Իսկ զինվորական սցենարի դեմ էլի գործողություններ կա անելու, բայց դա արդեն ռազմական գաղտնիք կարա լինի, ես դրա մասին այնքան էլ չեմ կարող խոսամ։ Թող դիմեն, բացադրեմ։ Շատ բարի։ Շնորհակալություն պարոն Վարդանը, որ Ես եմ ժամանակ հատկացրեցիք եւ եկաք եւ ձեր տեսակետները ներկայացրեցիք։ Ես եմ շնորհակալ։ Ամենայն բարիք ձեզ։ Անփորձանք եղեք։ Այսպեսին էր այսօրվա տեսլականը, հյուրս ռազմական փորձագետ ՈՄԱ հիմնադիր Վովա Վարդանովն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։